Հայաստան ծրագիրն են իրականացրել եզդիաբնակ Շամիրամ համայնքի հիմնական դպրոցում։ Հուսով ենք այս տարի ևս կկարողանանք շարունակել այս կարևոր նախաձեռնությունը։ Եզդի հերոսներին նվիրված այս տարվա կրթամրցանակակիրն է Վալոդիա Մկրտչյանը, նա ստանում է 250,000 դրամ։ Խրախուսական մրցանակ է շնորհվում Մարիա Անդրեասյանին 50,000 դրամ։ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների Գուրգեն Մելիքյան հիմնադրամի կողմից հատուկ մրցանակ 50,000 դրամ։ Գումարը շնորհվում եզդի ուսանող Արամ Ուրուսյանին։ Խոսքը սիրով տալիս ենք մրցանակակիրներին և արևելագիտության ֆակուլտետի դեկան պարոն Ռուբեն Մելքոնյանին։ Հավաստագրերը հանձնելու համար հրավիրում են կրթամրցանակի հովանավոր Բորիս Թամոյան Մուրազին և Գուրգեն Մելիքյանին։ Ժողովուրդ ջան, շնորհակալ եմ։ Ես ճիշտ ասած չէի ուզենա, որ ինձ կամ որևէ մեկին բարերար ներկայացնեմ, որովհետև բարերարները այս մեր հայրենակիցներն են, ովքեր իրենց կյանքն են տվել մեզ, եւ ես կարծում եմ մենք ավելի շատ պարտք ունենք, որ վերադարձնում ենք, եւ այդ եզդիական ջոկատներն էլ հենց ես իրենց այդ պարտքի տրամաբանության մեջ եմ նայում, մենք էլ որպես եզդներ հայ ժողովրդին պարտք ունենք, ու այդ պարտքը վերադարձում էր, ոչինչ ավելին։ Շնորհակալ եմ, ավել բան չունեմ ասելու։ Վալոդիա Մկրտչյանին։ Երկու հոգի Մարիա Անդրեասյան և Արամ Ուրուսյան։ Փոխանցեմ։ Հարգելի հերոսացին ծնողներ, սիրելի ներկաներ և հյուրեր, մեծ պատիվ այսօր արժանանալը ոսկի սերմեր հարգանքի երախտագիտության կրթամրցանակին, որն իր մեջ ներկրում է երախտագիտության, հիշողության, պատասխանատվության պարտավորություն։ Ծրագիրը նվիրված է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոս եզդիների եղբայրների հիշատակին, որոնք կատարեցին մի սխրանք, որը հավերժ մնալ է մեր ժողովուրդների հիշողության մեջ։ Այս գործողությունը, այս սխրանքը կարծում եմ ընդհանուր ճակատագրի գիտակցման վկայությունն է։ Նրանք կատարեցին մի սխրանք, իրենց անձով ցույց տալով, թե ինչ է նշանակում ծառայել հայրենիքին, տեր կանգնել իրենց արժանապատվությանը, գաղափարներին, հողին և ընկերոջը։ Կրթամրցանակն ընդունում է մեծ պատասխանատվության և երախտագիտության պարտավորությամբ, ավելի նվիրված լինելով կրթությանը, ավելի գիտակից հասարակական կյանքում և ավելի պատրաստական ծառայելու գաղափարներին։ Շնորհակալություն։ Ռուբեն Համբարձումյան, հավաքետախույս, հրետանավոր։ Ծնվել է 2001 թվականին Երևանում։ Հաշվարկային գերազանց հմտությունների շնորհիվ դարձել է N հրետանային դիվիզիոնի կառավարման դասակի շտաբի պետի հաշվարկող և օգնել ոչնչացնել թշնամու թիրախները։ Կոնտուզիայից ապաքինվելուց հետո վերադարձել է ռազմադաշտ։ Զոհվել է հանուն հայրենիքի հոկտեմբերի 22-ին Մարտունին։ Զինվորն իր ծառայության արժեքը զգում է դիրքերում։ 44-օրյա պատերազմը տարավ մեր ապագայի լավագույն մասնագետներին, որոնք կոչված էին դառնալու գիտնականներ, կառավարիչներ, առաջնորդներ։ Նրանցից մեկն էլ փայլուն մաթեմատիկական ընդունակությունների տեր, Ֆիզմատ դպրոցի փայլուն շրջանավարտ, Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող Ռուբեն Համբարձումյանն էր։ Երիտասարդի օժտվածությունն ու տաղանդները պատահական չէին։ Ռուբենը հռչակավոր աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի մերձավոր ազգականն էր։ Վաղ մանկությունից աստղերին նայող, իր կյանքի ուղին հաստատակամորեն ընտրած, բայց չարաղետ պատերազմի պատճառով վաղաժամ ավարտած Ռուբեն Համբարձումյանին նվիրված կրթամրցանակը շնորհվում է 5-րդ անգամ։
Կրթամրցանակի հովանավորը AT Consult SPԸ-ն է։ Կրթամրցանակակիրները Սահակ Գուլակյանը։ Ֆակուլտետի դեկան պարոն Յուրի Հակոբյանին, մրցանակին արժանացած Սահակ Գուլակյանին և Ռուբենի մայրիկին Աննա Բարսեղյանին խնդրում ենք մոտենալ այստեղ։ Սիրելի ներկաներ, ինչպես արդեն ասվեց, արդեն 5-րդ տարին է, որ ֆակուլտետում ուրեմն անցկացվում է այս կրթամրցանակի բաշխումը եւ ես ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել Տիկին Աննային եւ բարձ է, որ դուք ձեր վիշտը շատ մեծ է և ձեզ ուզում եմ, որ դուք ծանր եք տանում դա, ես գիտեմ, և արդեն ասեմ, որ Ռուբենը առաջի ու տարվա ուսանող լինելով մեկնեց ռազմաճակատ և չի հասցրել լիարժեք սովորել մեր ֆակուլտետում, բայց ծանոթանալով Ռուբենի փայլուն մաթեմատիկական ունակություններ ուներ և կարող են դառնալ մեծ գիտնական, ասեմ, որ հենց առաջի օրվանից, առաջի տարվա ընթացքում, այդ մրցաբաշխությունը մեծ արձագանք ունեցավ ֆակուլտետում և մենք հանձնաժողովը միշտ բոլոր տարիներին Տիկին Արմինեն, որ այստեղ է, եթե հիշում եք, միշտ դժվարությամբ գտնում էինք լավագույններին դրանց միջով։ Տիկին Արմինե, նույնպես ձեզ շնորհակալություն այդ ձեր ծանր աշխատանքի համար, որ դուք կատարում եք պաստորեն այդ մրցաբաշխության համար և շնորհավորում եմ Սահակին, որը այս տարի մեր մրցանակակիր է։ Շնորհակալություն բոլորին, ես լավ ռետոր չեմ, բայց կփորձեմ երկու բառ ասել։ Շնորհակալություն եմ հայտնում Տիկին Արմինեին այս նախաձեռնության համար, որովհետև մենք ենք տեսնում, թե ինչքան ջանք է պահանջվում այս ամեն ինչը հավաքագրել, կրթամրցանակակիրներին ընտրել, ինչը շատ բարդ աշխատանք է, մենք էլ շատ դժվարությամբ ենք ընտրում, որովհետև այս սերունդը, չգիտեմ, լինում է դեպքեր, որ ասում են սերունդը լավ է, չգիտեմ ինչ, բայց մենք ականատես ենք մի սերունդի, որ մեկը մյուսից լավն են, երեխաները, տղաները, աղջիկները, բոլորը անհատականություն են ու շատ դժվար է ընտրություն կատարելը։ Մեր երիտասարդին հենց առաջի հայացքից հասկացանք, որ ինքը արժանի է և կուզեմ, չգիտեմ, այս կրթամրցանակը ևս նպաստի առաջ խաղացմանը, հետագա կյանքի բոլոր քայլերում ինչ-որ պատասխանատվություն առաջացնի, որ առաջ գնաք։ Շնորհակալություն։ Հարգելի ներկաներ, հերոսների ծնողներ, դասախոսներ, հյուրեր, ես ինֆորմատիկայի և գերարական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող եմ և ինձ համար մեծ պատասխանատվություն և մեծ պատիվ է ստանալ Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Ռուբեն Համբարձումյանի անվան կրթամրցանակը։ Շնորհակալ եմ Ռուբենի ընտանիքին, Ձմեռ բարեգործական հիմնադրամին և AT Consult
ընկերությանը հովանավորելու, աջակցելու համար։ Ռուբենը շատ փայլուն մաթեմատիկական միտք ուներ, նա ուզում էր դառնալ հայտնի ծրագրավորող եւ նորարարական գյուտեր անել։ Ինչպես որ նշում են իր զինակից ընկերները, Ռուբենը օգտագործելով իր մաթեմատիկական գիտելիքները փայլուն աշխատանք է իրականացրել, որի արդյունքում նա 100% ճշտությամբ հաշվարկներ է իրականացրել եւ իր զինակից ընկերները նա մասին ասում էին, որ նա մեր խելքն է։ Իմ համար մեծ պատասխանատվություն է այս ամենը եւ պատասխանատվություն ստանձնելով կաշխատեմ, որպեսզի իմ գիտելիքները ել ավելի զարգանան, ել ավելի աճեն, ել ավելի լավ սովորեմ եւ իմ աշխատանքով կփորձեմ անել այն ամենը, ինչը որ չկարողացավ հասցնել Ռուբենը։ Շնորհակալություն վստահության համար։ Դավիթ Արմանի Յակովլով, կրտսեր սերժանտ։ Ծնվել է 2001 թվականին մայրաքաղաք Երևանում, սովորել է Երևանի պետական համալսարանում։ Հրետանային ինքնագնաց կայանքի հրամանատարը ճշգրիտ հաշվարկների շնորհիվ խոցել է թշնամու թիրախները։ Լինելով դասակի հրամանատարի տեղակալ, վերջին 6 օրյա թեժ մարտը մղել է Մարտունիում։ Մասնակցել է հայտնի Բարդի 1 օպերացիային, արժանացել է մարտական ծառայություն եւ արիության մեդալների։ Զոհել է Թաքստոցում, հանգստի պահին, Սմերչի հալվածից։ Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի եւս մեկ տաղանդավոր ուսանողի Դավիթ Յակովլևին նվիրված կրթամրցանակ ունենք։ Այն շնորհվում է երկրորդ անգամ։ Շնորհակալ ենք Դավիթի ընտանիքին, որը շնորհ է արել ստանձնելու կրթամրցանակի հովանավորությունը։ Մրցանակակիրներն են Աստենիկ Հովանիսյանը եւ Նելի Պողոսյանը։ Յուրաքանչյուրը ստանում է 150,000 դրամ։ Դավիթի մայրիկին Սոֆի Հայթայանին խնդրում ենք հանձնել հավաստագրերը։ Բարև ձեզ, ուզում եմ շնորհակալություն հայտնել առաջինը տիկին Արմինեին այս մեծ աշխատանքի ու նախաձեռնության համար։ Մենք բոլորս ծնողներով ականատես ենք ինչ հսկայական աշխատանք է տարվում, բազմաթիվ տարբեր էմոցիաներ այդ աշխատանքից զուտ իհարկե, այսօր էլ Արմինեին տեսնում ենք, ինքը բոլորիս հետ ապրում է այն բոլոր զգացումները, որ մենք ունենք եւ ունեցել ենք այս տարիների ընթացքում։ Մեր մրցանակակիրներին եւս ուզում եմ պատգամը հաղորդել, որ մեր բոլորիս առաքելությունն է արժանապատիվ կերպով պահել մեր բոլոր տղաների, նահատակների սկսած գործը եւ իրենց անունը բարձր պահել, իրենց գործը, անունը, այն ինչ որ իրենք կարողացել են իրենց կարճ կյանքի ընթացքում ապացուցել։ Շնորհակալություն։ Մեր մրցանակակիրներն են Աստենիկ Հովանիսյանը եւ Նելի Պողոսյանը։ Ողջունում եմ բոլորիդ, ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր կազմակերպիչներին, մեր բոլոր ծնողներին եւ մասնավորապես Դավիթ Յակովլևի ընտանիքին։ Նման միջոցառումը պատշաճ կազմակերպելու համար եւ մեզ այս միջոցառման կարևոր նշանակալից միջոցառման մի մասը դարձնելու համար։ Իրականում դժվար է շատ խոսել, որովհետեւ կան բաներ, որոնք
խոսքը անգամ անզոր է արտահայտելու համար։ Ինձ համար շատ մեծ պատիվ է այսօր լինել այստեղ, արժանանալ այս կարևոր մրցանակին, որը կրում է հերոս Դավիթ Յակովլևի անունը։ Այս մրցանակը իրականում ինձ համար դրամական աջակցություն լինելուց զատ նաև հիշեցում է, որ անկախ կյանքի դժվարություններից, անկախ փորձություններից, անկախ վերելքներից ու վայրեջքներից միշտ պետք է առաջ նայել։ Պետք է գնալ առաջ, պետք է պայքարել այն հայրենիքի բարօրության համար, որի համար տղերքը զոհել են ամենակարևորը իրենց կյանքը։ Պետք է չհուսահատվել անգամ, երբ հույսի ոչ մի նշույլ չկա։ Պետք է չկոտրվել, երբ ամեն ինչ թվում է կորած։ Պետք է գնալ նպատակի հետևից, կառուցել տղերքի երազած ուժեղ, հզոր հայրենիքը ու արժանի լինել այդ տղերքի թափած արյանը։ Շնորհակալ եմ շատ բոլորիդ, իրականում շատ բան ունեմ ասելու, բայց ուղղակի կասեմ շնորհակալ եմ, ապրեք, որ նման տղաներ եք ունեցել ու կներեք մեզ, որ հիմա իրենք մեր կողքին չեն։ Շնորհակալ եմ, որ դուք ձեր տղերքի թափած արյամբ, ձեր տղերքի կյանքով ապահովում եք մեր այսօրվա, վաղվա, լավ ու հուսանք գեղեցիկ ու խաղաղ օրը։ Շնորհակալ եմ շատ։ Ողջունում եմ բոլորին հարգելի ներկաներ, զոհված մեր հերոսների ծնողներ, իմ խորին շնորհակալությունը ձեզ եւ խոնարհումը ձեզ։ Ես ասել եմ եւ մեկ անգամ եւս կասեմ, պատերազմից հետո մեր ոչ մեկի կյանքը, միայն մեր կյանքը չէ, մենք ապրում ենք նաեւ մեր հերոսների փոխարեն։ Նրանք իրենց մի մասնիկը թողել են մեր բոլորի մեջ, ապրելու այս կյանքը, շնացնելու մեր երկիրը եւ մեր հայրենիքը այլևս հող չէ, այդ հողը սրբագործվել է իրենց արյունով ու մենք ուղղակի պարտավոր ենք մեր հայրենիքի հանդեպ ցուցաբերել այն սրտացավությունը, որը իրենք են տվել մեզ։ Այո, տղաները ոսկի սերմեր էին եւ ինչպես մեր հայրերից մեկն է ասում, սերմը չի կարող ծիլը տալ, մինչև չմեռնի։ Այո, մեր տղաները զոհվեցին եւ տվեցին այդ ծիլերը իրենց կյանքի գնով, տվեցին իրենց ծիլերը այս կյանքից հեռանալով։ Ուրախ եմ, որ իմ մասնակցություն ունեմ այս կրթամրցանակում, որը եւս մեկ առիթ է տղաներին հիշելու, արժևորելու նրանց կատարած սխրանքները, եւս մեկ անգամ շնորհակալություն բոլորին։ Երվանդ Միքայելի Հաջիյան ծնվել է 1977 թվականին Բաքու քաղաքում, ապրել է Երևանում, ապա Ստեփանակերտում։ Աշխատել է Արցախի արտաքին գործերի նախարարությունում, ղեկավարել է Սփյուռքի բաժինը։ Զբաղվել է հասարակական գործունեությամբ, պատերազմը սկսվելուն պես կամավորագրվել է պայքարին։ Երկու երեխաների հայրը կռվել է հանուն Արցախի եւ զոհվել ծանր մարտում հոկտեմբերի 6-ին Ղարախանբորիում։ Այս տարի ոսկի սերմեր ծրագիրը համալրվել է։ Համալսարանական 8-րդ կրթամրցանակը բացվել է միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։ Պատիվ ունեմ ներկայացնելու Երվանդ Հաջիյանին, որի խնկելի հիշատակին է նվիրված մրցանակը։ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Սփյուռքի բաժնի պետ Երվանդ Հաջյանը որպես կամավոր առաջնագիծ է մեկնել Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմը սկսվելուն պես։ Շուրջ 20-ամյա դիվանագիտական աշխատանքը նրա արհեստավարժության, պատասխանատվության եւ հանձնառության պատվո ճանապարհն է եղել։ Հաջյան ընտանիքը հանուն հայրենիքի պայքարում եւս մեկ թանկ զոհ է ունեցել։ Ավագ որդին, Նորայրը։ Նահատակվել է 2016-ին քառօրյա պատերազմի ժամանակ։
Մեր խոնարհումը ձեր ազնիվ գերդաստանին, հարգելի պարոն Հաջինյան։ Կրթամրցանակի հովանավորը ամերիկահայ բարերար Իրեն Ծատուրյանն է։ Մրցանակակիրն է Մանե Հեպոյանը։ Ֆակուլտետի դեկան պարոն Տիգրան Եփրեմյանին եւ Մանե Հեպոյանին խնդրում ենք բեմ բարձրանալ։ Մրցանակակրի հավաստագիրը հանձնելու համար խնդրում ենք բեմ բարձրանալ Երվանդ Հաջյանի տիկնոջը Արմինե Պետրոսյանին։ Հարգելի ներկաներ, շատ դժվար է իմ համար պապագուցե դու կներեք ողջունում եմ բոլորի հատկապես Արմինե ջան, ուզում եմ շնորհակալություն ասել նախաձեռնության համար։ Նախաձեռնությունը իրականում արժևորում է տղաների արածի, որովհետև սա իմ կարծիքով այն լավագույն հնարավորությունն է կենթանի պահել տղաների արածը։ Ես լսում էի յուրաքանչյուրի խոսքը եւ մեր երիտասարդ բանաստեղծի վերջին տողը, եթե ճիշտ եմ հիշելու, ուրեմն երդվում եմ, այսպես եք ասել, կարծեմ, ինչով ջրեմ, եթե հուշեք ինձ, վարդերդ վայրի։ Այս նախաձեռնությունը երևի թե ձեր ինչովի պատասխանն է։ Մեր ստեղծագործություն, մեր գրականության մեջ կարելի ասել մենք մեծամասամբ լացում էինք մեր պատմությունը։ Ինձ թվում է եկել է ժամանակը ողբը դնել մի կողմ ու ինչով ջրեմ վարդերը, դրանի պատասխան մի քանի տարբերակ ես կառաջարկեի հաշվի առնելով այս երևույթը, այս օրը, քրտնինքով, այսինքն աշխատելով, հիշելով, նվիրումով ու էլի շատ բառեր կարող ենք ասել, բայց որոնք ոչ թե բառեր պետք է լինեն, այլ պրակտիկ դրսևորում։ Ես կարծում եմ, որ մենք այս ամեն ինչով, որ անցել ենք, դրանից հետո մենք պետք է ավելի ստույգ, ավելի իրատեսական պատկերացնենք մեր անելիքները։ Եվ այս մրցանակաբաշխությունը հենց այդ իրականությունն է, այսինքն խոսքից պետք է անցնենք գործի ու իրական գործի, որպեսզի մեր ապրելով արժանի լինենք այն մեծ նվիրումին, որոնք մեր տղաները տվել են մեր հայրենիքի, մեր համար։ Ես ուզում եմ ասել շատ դժվար ընտրություն էր, բոլոր երեխաները, երիտասարդները շատ պատրաստված էին ու դա վկայում է, որ մենք երևի թե իմաստավորված ապագա կունենանք ու այն զոհողությունը, որ ունեցել է մեր տղաները, իրականում իմաստավորված էր, հաշվի չառնելով այն ամեն ինչը, որ ինչում ապրում ենք մեր այս օրերին ու ես վստահ եմ, որ սա ժամանակավոր է ու դուք այսօրվա մրցանակակիրներդ ժամանակը գալու է ու ձեր առօրյայով, ձեր ապրածով, ձեր ճիշտ նպատակային աշխատանքով ապացուցելու եք, որ այս ամեն ինչը
այն չի ու ճիշտը բերելու եք։ Ես ուզում եմ հուսալ, որ մենք ճիշտ ընտրություն ենք արել, վստահ եմ նաև ու ուզում եմ հույս հայտնել, որ այս մրցանակաբաշխությունը երկար կյանք կունենա, որտեղ այն պետք է, որտեղ այն կյանք է։ Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորին, բոլոր մրցանակակիրներին եւ Արմինե ջան նորից շնորհակալություն ձեզ։ Մանե Հեպոյան։ Կարծում եմ կներեք ինձ, եթե կարճ խոսեմ, որովհետև ես եւս շատ լարված եմ։ Ինչպես նշվեց, այս տարի առաջին անգամ է, որ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը ներառված է եւ ինձ համար կրկնակի պարտավորեցնող է լինել Երվանդ Հաջյանի անվան կրթամրցանակի Անդրանիկ մրցանակակիրը մեր ֆակուլտետից։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ներկաներին, այս կարևոր միջոցառման համար ժամանակ տրամադրելու Տիկին Պետրոսյանին եւ իհարկե Երվանդ Հաջյանի ընտանիքին, որ ձեզ մեջ ուժ եք գտել այստեղ ներկա գտնվելու եւ նաեւ ուժ գտակ խոսելու համար։ Ուզում եմ ասել, որ այս մրցանակը ինձ համար պարգև չէ, այլ խոստում եւ հանձնառություն։ Նշեցիք, որ հույս ունեք, ես էլ հույս ունեմ, որ կարողանամ ձեր հույսերը փարատել եւ իրոք արդարացնել եւ իմ կարողություններն ու ներուժը ծառայեցնել հայրենիքին, ինչպես որ վստահաբար կյանքի հաջորդող տարիներին կաներ նաև ձեր ամուսինը։ Շնորհակալություն։ Պատվախնդիր ազգը։ Ներեցեք, խոսք ունի ասելու Երվանդ Հաջյանի հայրիկը, լրագրող, հասարակական գործիչ Միքայել Հաջյանը։ Բարև ձեզ հարազատներս, ես պատահաբար չեմ օգտագործում այդ բառը հարազատ, ոչ միայն ազգության առումով, որ ազգակից ենք, արյունակիցներ ենք, այլ որովհետև այստեղ նստածների շատերը նույն ճակատագրի, նույն բախտի արժանացած մարդիկ ենք եւ այդ ճակատագիրը, այդ բախտը մեզ արյունակից է դարձնում։ Մեր տղաները, ձեր տղաները, որոնց ես համարում եմ նաև իմ տղաներ, ես մի ժամանակ ասել եմ եւ շարունակ պնդում եմ, որ եթե թեկուզ ես երկու որդու հայր եմ, բայց ես Արցախի ամենաբազմազավակ ծնողը հայրն եմ, որտեղ այդ բոլոր զոհված տղաները անկախ նրանից Արցախից են, Սփյուռքից են, մայր հայրենիքից Հայաստանից են, նրանք բոլորն էլ իմ զավակներն, այդ տղաները բոլորն էլ պաշտպանել են ոչ միայն Արցախը, այլև Հայաստան աշխարհը, հայոց ինքնությունն են պաշտպանել եւ կարողացել են արժանապատիվ, արժանավայել, մարտնչել թշնամու դեմ։ Ընդ որում երբեմն խոսակցություններ են հնչում, թե պարտվել ենք, ովքեր են պարտվել, մեր տղաները ոչ, պարտվել են իշխանությունները, լինի Արցախի թե Հայաստանի, բայց ոչ այն տղաները, այն զինվորականությունը, ովքեր առաջին դիրքերում մարտնչում էին թշնամու դեմ։ Իմ խորին հարգանքը, իմ խոնարհումը մեր բոլոր նահատակների հիշատակին։ Իմ խոնարհումը բոլոր այն ծնողների առջև, ովքեր այդ կորուստն են ունեցել, ում համար վիշտը անանց է, խորն է, անբուժելի է եւ անսփոփ է։ Այս միջոցառումը, որի համար ես խորին շնորհակալություն եմ հայտնում հայցի մեր պապ կազմակերպությանը, Տիկին Արմինե Պետրոսյանին, փոքր-ինչ սփոփում է մեր ցավը, փոքր-ինչ մեղմացնում է մեր ցավը, բայց մենք գիտենք, որ այս տիպի եւ առանց այս տիպի եւ միջոցառումները մշտապես անհրաժեշտ է մեր ազգին, մեր ժողովրդին։ Դա
ազգակերտման, հայակերտման, մեր ինքնության պահպանման ու զարգացման ուղղված առաքելություն է, որ իրականացնում է հայ ձմեռ պապ կազմակերպությունը։ Խորին շնորհակալություն ձեզ։ Ես ուզում եմ ոչ միայն իմ, այլև մեր բոլորի անունից մի փոքրիկ ծաղկեփունջ նվիրել տիկին Արմինեին, մեր ներողություն հայ կնոջ, հայ տիկնոջ, հայուհու գեղեցկության բոլոր հատկանիշներով օժտված եւ արտակնապես եւ հոգեկան աշխարհով։ Շնորհակալություն ձեզ։ Հավատացեք այստեղ ովքեր ներկա են, բոլորն էլ եւ մանավանդ ես սիրում ենք ձեզ։ Դուք հասկանում եք, չէ, ինչ է նշանակում նման էլեգանտ կավալերից, նման փունջ ստանալը։ Շատ շնորհակալ եմ մեր խոնարհումը ձեզ։ Պատվախնդիր ազգը, նրա մտավորականները, երիտասարդությունը, հասարակության մյուս հատվածները կենսունակ եւ հաղթական կարող են լինել, եթե խոնարհվում են իրենց հերոսների հիշատակի առաջ եւ ստանձնում են նրանց կիսատ թողած գործը շարունակելու առաքելությունը։ Այդ հերոսներն են այն ոսկի սերմերը, որոնցից ոսկի ծիլեր են դուրս գալու։ Ծիլեր, որոնք նրանցից հետո մեր հայրենիքի արժանի սերունդն են դառնալու։ Հարգելի ներկաներ, միջոցառման վերջում ուզում ենք հաստատել, որ մենք հանձնառու ենք այսուհետ եւս իրականացնելու մեր հերոսների ոգեկոչման եւ նրանց թանկ անունները կրթության եւ առաջընթացի գաղափարին շահկապելու մեր առաքելությունը։ Մեզ թաղեցին, բայց չգիտեն, որ մենք սերմեր ենք։ Սա ոսկի սերմեր երախտագիտության եւ հարգանքի կրթամրցանակներ ծրագրի կարգախոսն է։ Իրենց երկրային ճանապարհն ավարտած այս անկին երիտասարդները մեզ համար բարձր նշաձողեր են սահմանել։ Նրանք մեր ոսկի սերմերն են, որոնց գաղափարներն ու գործը ծլարձակելու են շնորհիվ այսօր մրցանակներ ստացած տաղանդաշատ երիտասարդների։ Այսօր մենք պատիվ ունեցանք կրթամրցանակներ հանձնելու մեր այս տարվա կրթամրցանակակիրներին, 21 ոսկի ծիլերին։ Ծրագրի գործունեության 6 տարիների ընթացքում Երևանի պետական համալսարանի կրթամրցանակակիրների ընդհանուր թիվը շուրջ 90-ն է։ Հայ ձմեռ պապ հիմնադրամը ոսկի սերմեր ծրագրի շրջանակներում համագործակցում է ոչ միայն Երևանի պետական համալսարանի, այլև Հայաստանի Հանրապետության եւս 4 բուհերի հետ։ Հայաստանի ամերիկյան համալսարանում գործում է Էրիկ Հաջիկյանի անվան, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում Սևակ մնացականյան խոյեցու, ԵՊԿ-ում Գեորգ Հաճյանի, ՀՊՏՀ-ում Դավիթ Գրիգորյանի անուններով կրթամրցանակները։ Վստահ ենք, համակարծիք եք, որ մրցունակրթությունը եւ գիտությունն են այն հիմնարար հենասյունները, որոնց վրա պետք է կառուցվի Հայաստանի ապագան։ Այս մասին են երազել մեր անմահացած հերոսները, մեր ոսկի սերմերը։ Մենք նրանց զարգացող հոգևոր հայրենիք ենք պարտք։ Երազի իմ երկիր հայրենի Հոգսերը չան ույսը մեծ Քարքարով երկրի Երազի իմ երկիր հայրենի Հոգսերը չան ույսը մեծ Քարքարով Yes,
զարկնեմ քո բաստին ես մի թերտնեմ քո հասկին Հանուն Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության անմահացած հերոսների անվանակիր կրթամրցանակներ սահմանելով այդ անմոռանալի անունները շահկապել կրթության եւ գիտության զարգացման գաղափարին, խրախուսել ուսման բարձր առաջադիմություն, գիտական հետաքրքրություններ եւ քաղաքացիական ակտիվություն ունեցող երիտասարդներին։